Կան, որ դուք ասում եք շուտով այդ օրենքը կընդունվի նորը ձեր ասած ազգային ժողովում։ Այդ շուտովը մարդիկ ասում են տարի ու կես, ինչ որտեղ մենք այն ժամանակ համաձայնվեցինք, ինչ պատճառաբան, երբ որ դուք ասείτε դե երկրում գործազրկություն կա, եկեք այն աշճան պարզացնենք, որ ով ոնց ուզում է քշի, ինչ որտեղ համաձայնվեցին մարդիկ, բայց հետո պարզվեց, որ գործազրկությունը ճիշտ կա երկրում, բայց գոնե վարորդների մասով գործազրկություն չկա, այսօր քաղաքում մենակ տաքսի սերվիսներում 4000 վարորդի թափուր աշխատատեղ կա, հետևաբար այդ բաց թվի վիճակը գործազրկության հարց չէր լուծում, իսկ այս տարի ու կեսա, որ օրենք չի աշխատում, անհավասար դաշտի պատճառով, որ մարդիկ չեն հասցնում փող աշխատել, ուրեմն վարկերի տակ են թե մեկ մեքենա վերցրած անհատը, թե 50 մեքենա վերցրած, ասենք տաքսի սերվիսը, չեն կարողանում այդ վարկերը փակել, դրա համար մարդիկ ասում են լավ ընկեր, մենք ելը տեսեք մի տարի քանի ամիս սպասել ենք, բայց էլ տեղ չկա, արդեն բանկը գալիս ասում վարկ չես կարող ուտես, տունը զալոգ է, դրանց պետք է տանք, դրա համար ենք ասում, ինչ պատճառը որն է, որ ուժի մեջ եղած այսօրվա օրենքը չի գործում, ոչ մի համար անհասկանալի է, ինչի որից է մեկը ինչի չի կարողանում իր վարկը փակի, արգելել ենք իրեն աշխատել։ Սպասեք մի հատ ես հարցս վերջացնեմ։ Որից է մեկին արգելել ենք սպասեք, էլի։ Այսօր ինչի արտասովոր թվում հենց ձեր համար մեկը, որ մարդիկ ընդամենը խնդրում են ուժի մեջ եղած օրենքը, որ կիրառվի։ Արդեն այս երկրում օրենք խնդրել օրենք կիրառելը դա արտասովոր է։ Օրենքը ուրիշ բան չեն ուզում, գրած օրենքը աշխատացրեք։ Նույնիսկ հետևացրեք, եթե դուք գտնում եք այդ բուրսանումը հանեք, դա կառավարության կարգով է, կես ժամում կարան հանեն։ Մենակ օրենք աշխատացրեք։ Այսօր դա արդեն Հայաստանում օրենք աշխատացնել արտասովոր է։ Ես իմ կարծիքով պատճառը որն է, ես մի հատ ասեմ, հետո դուք ձերեք ասեք։ Քանի որ նույնիսկ այսօր լավ քայլ է, երբ որ կառավարությունը անում է, ես տենց եմ նկատում։ Քանի որ ժողովուրդը վստահություն պատասխան, նույնիսկ լավ քայլ անելու դեպքում մարդիկ էլի չեն հավատում եւ գտնվում են որոշ խմբեր, որ բողոքում են։ Այսօր կառավարությունը ոնց որ ասում ախպեր, ոչ մի բանից հետ չտան, ոչ մի բան թերևս դզելու նպատակով։ Այնքան որ հանկարծ կարող է միտերից մի բան ծլի, այդ ծլացից եսի միշտ է։ Այդ մի փոքր։ Դրա համար ասում եմ ոչ մի բանից հետ չտան, բայց այդտեղ հաստատ ոլորտը կարգավորելու հարց է։ Այս մարդիկ ուրիշ բան չեն ուզում, ասում են օրենքը աշխատացրեք, բարի եղեք։ Դա եւ պասաժիրին է ձեր տալի, եւ անհատ վարորդի, եւ մեծ տաքսիստերի, այսինքն ոլորտի բոլոր մասնակիցների։ Всё это ընդամենը։ Ուրիշ բան չկա։ Եվ մի ասեք մեզ 2 ամիս սպասեք, հոկտեմբեր ինչ։ Բարի եղեք, մեկ շաբաթվա ընթացքում որոշում ընդունեք եւ պատասխան տաք։